տարբեր կառույցների արգելի ներկայացուցիչներ, արգելի հյուրեր, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից 2003 թվականին դեկտեմբերի 9-ը հռչակվեց որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր։ Այս տարի փաստացի մենք այդ օրը չկարողացանք այս միջոցառումը կազմակերպել, բայց Արդարադատության նախարարության եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համատեղ ջանքերով հնարավոր եղավ մեկ օր ուշացումով 2025 թվականի ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացված աշխատանքների ամփոփիչ այս միջոցառումը կազմակերպել, ինչը կարծում եմ, որ շատ լավ առիթ է եւ իրականացված աշխատանքը ներկայացնելու եւ ամփոփելու, հանրությանը հաշվետու լինելու, ինչպես նաեւ հաջորդիվ մեր պլանները հասցեագրելու համար։ Այս ուղղությամբ թույլ տվեք նախ ներկայացնենք ընթացիկ տարվա, ավարտվող տարվա ընթացքում նախորդիվ մեր հակակոռուպցիոն ռազմավարությամբ եւ միջազգային ստանձնած պարտավորությունների շրջանակներում իրականացված աշխատանքները օրենսդրական մակարդակում։ Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով նախատեսվում է ներդնել նոր կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեխանիզմ, որը պետք է իրականացվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից եւ կոռուպցիոն ռիսկեր պետք է գնահատվեն մի շարք ոլորտներում, դրանք հանրային իշխանության բոլոր մարմիններում, առողջապահության, սոցիալական, բնապահպանության, կառուցապատման կամ ներդրումային ոլորտներում գործող պետական եւ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, ինչպես նաեւ վերջին 3 տարիների ընթացքում պետությունից աջակցություն ստացած պետական եւ համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում, պետության կողմից ստեղծված հիմնադրամներում, ինչպես նաեւ 50 եւ ավելի տոկոս պետական կամ համայնքային մասնակցություն ունեցող առևտրային կազմակերպություններում։ Նշված օրենսդրական փոփոխությունը պայմանավորված է ինչպես կառավարության գործողությունների պլանով 2023-26 հակակոռուպցիոն ռազմավարությամբ, այնպես էլ մեր տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության եւ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի Գրեկոյի հանդեպ ստանձնած մեր պարտավորություններով։ Հաջորդ օրենսդրական նախաձեռնությունը, որի մասին կուզեմ խոսել, դա լոբիստական գործունեության կարգավորման մասին օրենսդրական նախագիծն է, որը ներկայացվել է վարչապետի աշխատակազմ, ըստ էության, որով նախատեսում է հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու, լրացումներ կատարելու միջոցով ներդնել առանց օգտագործելու լոբիստական այս եզրույթը, ըստ էության ներդնել այս ինստիտուտը, մասնավորապես նախագծով նախատեսվում է, որ գործադիր իշխանության լայն լիազորությունների շրջանակ եւ ինքնուրույն եւ որոշումներ կայացնելու իրավասություն ունեցող անձիկ, որոնք են վարչապետը, փոխվարչապետերը, նախարարները, նշված պաշտոնյաների խորհրդականները եւ նախարարների տեղակալները, այն դեպքերում, երբ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ իրենց հաղորդակցության շրջանակներում առնչվել են իրավաստեղծ կամ ռազմավարական փաստաթղթերի մշակման գործունեությանը առնչվող որոշակի գործունեությանը միջամտելու որոշակի միտումների, պետք է պարտադիր հրապարակեն այս տեղեկությունները իրենց պաշտոնական կայքերում։ Ինչպես նշեցի, ըստ էության լոբիզմ եզրույթից մենք խուսափել ենք, բայց միտված է փոփոխությունը հանրային իշխանության, գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների կողմից գործունեության թափանցիկությանը։ Այս գործողությունը նույնպես նախատեսված է ինչպես հակակոռուպցիոն ռազմավարությամբ 2023-26 թվականների, այնպես նաև
Գրեկոյի հանդեպ ստանձնած պարտավորություններով։ Օրինակ բերեմ։ Շատ լավ, սիրով կպատասխանեմ, բայց ուրեմն սահմանված կարգով, շնորհակալություն։ Հաջորդը կառավարության հավանությանն է արժանացել դատական օրենսգիրք, սահմանադրական օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է այն անձանց, այն պաշտոնների դեպքում, երբ պաշտոնի նշանակումը կամ առաջխաղացումը ենթադրում է նախորդիվ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից բարեվարկության ստուգում, պաշտոնի նշանակվելուց հետո ուրեմն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրամադրված բարեվարկության եզրակացության եզրափակիչ մասի հրապարակում։ Այսինքն այս շրջանակը դրանք դա քննիչներն են, դատախազները, դատավորները, այդ թվում նաև բարձրագույն դատական խորհրդի, սահմանադրական դատանի դատավորները եւ վճռաբեկ դատանի դատավորները։ Նախատեսվում է, որ միայն պաշտոնի նշանակելու դեպքում, լինի դա առաջխաղացմամբ, թե ուրեմն նոր նշանակմամբ, հրապարակվի բարեվարկության եզրակացության եզրափակիչ մասը, լինի դա դրական, թե բացասական։ Միևնույն ժամանակ նույն փոփոխությամբ նախատեսվում է, որ այն անձը, ում բարեվարկությունը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է ստուգի, ավելի ակտիվ ներգրավված լինի ստուգման վերջնական փուլում եւ հնարավորություն ունենա դիրքորոշում, առարկություններ, բացատրություններ ներկայացնելու տարբերակով մասնակցի ուրեմն եզրակացության նախագծից մինչև վերջնական եզրակացություն ներկայացնելու այս փուլում եւ այն դեպքերում, երբ կհրապարակվի եզրակացությունը, այսինքն նշանակվելու դեպքում նշված անձը նաեւ իրավունք կունենա իր առարկությունները ըստ ցանկության նույնպես ներկայացնի։ Կարծում ենք, որ սա կարևոր քայլ է այս մարմինների գործունեության թափանցիկությունը ապահովելու եւ հանրային վերահսկողությունը ապահովելու ուղղությամբ։ Հաջորդը դա վարչապետի աշխատակազմ է ներկայացվել հանրային ծառայության մասին եւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքներում լրացումներ կատարելու փաթեթը, որով գործադիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաները նույն շրջանակը, այսինքն վարչապետ, փոխվարչապետեր, նախարարներ, խորհրդականներ եւ նախարարների տեղակալներ, որոնց ընդունված է կոչել PTF-ներ, պաշտոնի նշանակվելուց անմիջապես հետո պետք է վերջիններից բարեվարկության որոշակի ուսումնասիրություն իրականացվի նորից կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից։ Եվ նախագծի փաթեթով առաջարկում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրել բարեվարկություն վերաբերյալ ուսումնասիրություն իրականացնելու եւ բարեվարկության ռիսկերի վերաբերյալ խորհրդատվական եզրակացություն տրամադրելու հնարավորություն։ Ըստ էության այս բարեվարկության ուսումնասիրությունը չի նույնանալու մեր իմացած մյուս բարեվարկության ուսումնասիրությունների հետ եւ որոշակի իր ծավալով եւ շրջանակներով տարբերվելու է։ Դա միտված է լինելու առավելապես անձանց գույքային դրության եւ շահերի տեսանկյունից հնարավոր առկա ռիսկերը վերհանելու եւ այդ ռիսկերը չեզոքացնելու, զսպելու մեխանիզմներ, ուրեմն որպես խորհրդատվություն տրամադրելու անձին եւ իրեն նշանակող պաշտոնյային։ Հաջորդը դա իրական շահառուների հայտարարագրի ինստիտուտի կատարելագործումն է, մշակվել է նախագծերի փաթեթ, որով հստակեցվում է նախ իրական շահառուների վերաբերյալ ներկայացված տեղեկությունների արժանահավատության ստուգման մեխանիզմները, իրավաբանական անձանց կողմից իրական շահառուների հայտարարագիր չներկայացնելու դեպքում վարչական վարույթները նախատեսվում է իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով, սա անհրաժեշտությունը առաջացել է այդ պոտենցիալ վարչական վարույթների մեծ քանակությամբ, որը
իրավաբանական անձանց պետական ռեգիստրը գործնականում հնարավորություն չի ունենում այդ բոլոր ուրեմն իրավախախտումների հետևից գնալ եւ վարչական պատասխանատվության ենթարկել, ուստի նոր գործիք ենք նախատեսում ներդնել, որով հնարավոր կլինի էլեկտրոնային եղանակով դա իրականացնել։ Միաժամանակ առաջարկում է սահմանել իրավաբանական անձանց ռիսկայնության չափանիշները եւ որպես սանկցիա իրավաբանական անձանց կողմից իրական շահառուների հայտարարիչ չներկայացնելու նախատեսում է որոշակի սահմանափակումներ մտցնել իր գործունեության, մասնավորապես նշված կազմակերպությունը չի կարող զբաղվել լիցենզավորման ենթակա գործունեությամբ, այսինքն որոշակի սահմանափակումներ են նախատեսվելու։ Հանրային քննարկման է ներկայացվել նորմատիվ իրավական ակտերի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է մշակվող նախագծերի եւ դրանց հիմքում ընկած կամ դրանց հետ փոխկապակցված իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննություն իրականացնել։ Առանձնացվել են նախագծով այն ոլորտները, որոնցով պարտադիր պետք է լինի հակակոռուպցիոն փորձաքննությունը, դրանք են մասնավորապես պետական եւ համայնքային գույքի կառավարումը, առողջապահությունը, պետական գնումները եւ այլն, բայց միևնույն ժամանակ նախագծով նախատեսվել է, որ այս ցանկը սպառիչ չէ եւ այն դեպքերում, երբ նախագծի հեղինակը գտնի, որ նախագծում կարող են առկա լինել նաեւ կոռուպցիոն թաքնված ռիսկեր, կարող է համապատասխան մասնագիտացված ստորաբաժանման համաձայնությամբ, որը պետք է իրականացնի հակակոռուպցիոն փորձաքննությունը, ներկայացնել նորից հակակոռուպցիոն փորձաքննության եւ այն նորմատիվ իրավական ակտերը, որոնք պետք է անցնեն հակակոռուպցիոն փորձաքննություն բայց չեն անցնի, դրանք չեն կարող արժանանալ կառավարության հավանությանը։ Մշակվել եւ շրջանառվել է հանրային ծառայության մասին օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է PTF-ներին, այսինքն նորից գործադիր իշխանության նույն շրջանակի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ խստացնել հետաշխատանքային սահմանափակումները, որոնք ըստ էության հանգում են երկուսին, այս շրջանակի անձիկ պաշտոնը դադարեցնելուց հետո 12 ամիս չեն կարող լինել երրորդ անձանց ներկայացուցիչը այն մարմինների հետ հարաբերություններն, որտեղ իրենք պաշտոն են զբաղեցրել կամ որոնց նկատմամբ վերահսկողություն են իրականացրել, ինչպես նաև պաշտոնը դադարեցնելուց հետո 18 ամիս չեն կարող աշխատանքի անցնել այն կազմակերպություններում, որտեղ իրենց պաշտոնավարման վերջին 18 ամիսների ընթացքում, որոնց նկատմամբ վերահսկողություն են իրականացրել, կամ իրենց տիրապետած պաշտոնական տեղեկատվության ուժով կարող է առաջացնել որոշակի առավելություն։ Ըստ էության փոփոխության տրամաբանությունն այն է, որ հնարավորինս զսպենք բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնելուց հետո մասնավոր ոլորտ անցնելիս այս ինսայդերական թարմ տեղեկատվության օգտագործմամբ անհավասար պայմանների ձևավորումը, միևնույն ժամանակ նախագծով նախատեսվել է պատասխանատվություն այս արգելքները խախտելու համար։ Շրջանառել եւ ամփոփվում են մի շարք ծառայությունների տեսակներում գործունեությունը կարգավորող օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծեր, որոնցով նախատեսվում է ներդնել էթիկայի հանձնաժողովներ բոլոր այն ծառայություններում, որտեղ դրանք առկա չեն, իսկ այդ էթիկայի հանձնաժողովները պետք է քննեն բարևարկության համակարգի տարրերին առնչվող խախտումները։ Միևնույն ժամանակ նախատեսվում է, որ պետք է ծառայություններում վարքագծի կանոններ սահմանվեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մշակած տիպային կանոնների հիման վրա։ Եվ նախատեսվում է նաև ներդնել կարգապահական պատասխանատվության հնարավորություն բարևարկության համակարգի տարրերի խախտումների դեպքում։
Մշակվել եւ շրջանառվել է հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծ, որով առաջարկում է ընդլայնել հայտարարատու անձանց շրջանակը։ Դրանցում ներառելով պետական եւ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարներին, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների գործադիր մարմինների ղեկավարներին, 50 եւ ավելի տոկոս պետական կամ համայնքային մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմինների ղեկավարներին, որոնք օրենքի ընդունումից հետո այլևս կդառնան տարեկան հայտարարագիր ներկայացնող։ Սա բխում է տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության պահանջներից։ Հաջորդ խումբը, որոնք նախատեսվում է դարձնել հայտարարատու, դա դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի, դատավորների գործունեության գնահատման եւ ուսումնական հարցերի հանձնաժողովների դատավոր չհանդիսացող անդամներն են, որոնք նույնպես որոնց համար նախատեսվում է տարեկան հայտարարագրերի ներկայացումը։ Պահանջը նույնպես տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունից է բխում։ Միևնույն ժամանակ նույն փաթեթով նախատեսվում է շահերի հայտարարագրի ներդրումը բոլոր հայտարարատու անձանց համար, ներկայումս հայտարարատու անձանց մի ստվար հատված ներկայացնում է գույքի եկամուտների ծախսերի հայտարարագիր, բայց շահերի հայտարարագիր չի ներկայացնում եւ այս փոփոխության արդյունքում բոլոր հայտարարատու պաշտոնյաները կհանդիսանան բոլոր նշած 4 հայտարարագրերի ներկայացնող։ Վերջում անդրադառնալով նաև օրենսդրական փոփոխությունների վերջում անդրադառնալով հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի աշխատանքային կարգը նախատեսող Հայաստանի Հանրապետության վարչապետի անպատասխան որոշման մեջ իրականացված փոփոխություններին, պետք է նշեմ, որ իրականացված փոփոխությունների արդյունքում բարելավվել են հասարակական կազմակերպությունների ներգրավման կարգը, որով առավել արժևորվել է թեկնածուների ոլորտի մասնագիտական փորձառությունը եւ հասարակական կազմակերպությունների հետ ակտիվ աշխատանքի արդյունքում ներկայումս հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդում նախատեսած 7 հասարակական կազմակերպությունների համար նախատեսված 7 տեղերից 6-ը լրացված են, որոնցից 2-ը գործարար ոլորտի ներկայացուցիչներ են եւ ինչպես տիկին նախարարը իրավացիորեն նշեց, այս տարի մեր համատեղ ակտիվ ջանքերի արդյունքում մինչև տարեվերջ ունենալու ենք 2025 թվականի 4-րդ հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստը, ի տարբերություն նախորդ տարվա, երբ ամբողջ տարվա ընթացքում մեկ նիստ էր տեղի ունեցել, սա նույնպես կարծում ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում կարևոր ցուցիչ է։ Ձեր թույլտվությամբ կուզեմ նաև անդրադառնալ հակակոռուպցիոն կրթության եւ իրազեկման շրջանակներում իրականացված աշխատանքներին, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մեր գործընկերների նաև ակտիվ ջանքերի շնորհիվ բուհերում իրականացվել են բարեվարկության եւ հակակոռուպցիոն կրթական ծրագրեր, մշակվել եւ ներդրվել են հակակոռուպցիոն դասընթացների ուսումնական մոդուլներ, վերապատրաստումներ են անցել դասախոսական կազմի եւ վարչական կազմի աշխատողներ, մեկնարկել են որոշ բուհերում հակակոռուպցիոն լաբորատորիաներ եւ ապահովել է ուսանողների ներգրավվածությունը հակակոռուպցիոն գործընթացներում պրակտիկայի, կամավորության եւ միջազգային կրթաթոշակային ծրագրերի միջոցով։ Երկու խոսքով նաև անդրադառնամ միջազգային պարտավորությունների շրջանակներում մեր արձանագրած արդյունքներին։ Բոլորին հայտնի է, որ միջազգային մի շարք կազմակերպություններ պարբերական բնույթով գնահատում են պետության կողմից իրականացված կոռուպցիայի դեմ պայքարում իրականացվող գործողությունները։ Այս տարվա սեպտեմբերին, մասնավորապես տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության
Հայաստանի գնահատման 5-րդ փուլի զեկույցում Հայաստանը արձանագրել է էական առաջընթաց և 9 կատարողական դաշտերից 7-ով առաջընթաց է գրանցվել, դրանք են հակակոռուպցիոն քաղաքականությունը, շահերի բախման կանխարգելման և գույքի և եկամուտների հայտարարումը, ազդարարների պաշտպանությունը, գործարար և պետական գնումների ոլորտում բարևարկությունը և կոռուպցիոն հանցագործությունների քննությունը։ Ընթացիկ փուլում է գտնվում նաև Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբի Գրեկոյի հայաստանյան գնահատման 5-րդ փուլի առաջին համապատասխանության գործընթացը, որը պետք է ամփոփենք այս տարվա դեկտեմբերին և գնահատականները ուրեմն կարձանագրվեն հաջորդ տարվա հունիսին։ Այս փուլում Գրեկոյի կողմից Հայաստանին ուղղված է 22 հանձնարարական, որոնցից 11-ը գործադիր իշխանության բարձր պաշտոն զբաղեցնող անձանց շրջանում ուրեմն կոռուպցիայի կանխարգելմանը և 11-ը ոստիկանությունում կոռուպցիայի կանխարգելմանը։ Եվ մեր մեծածավալ ջանքերի արդյունքում համոզված ենք, որ այս առումով դրական արդյունք պետք է գրանցենք։ Եվ վերջում ձեր թույլտվությամբ կուզեմ ներկայացնել հակակոռուպցիոն մոնիթորինգի հարթակը։ Ըստ էության հակակոռուպցիոն մոնիթորինգի հարթակը պետք է գործարկվեր դեռևս նախորդ հակակոռուպցիոն ռազմավարության մինչ ավարտը, սակայն ինչ-ինչ պատճառներով դա հնարավոր չէր դարձել։ Այս տարի մեր ակտիվ աշխատանքների արդյունքում հնարավոր եղավ ամփոփել և գործարկել այս հարթակը, որը միտված է ապահովելու հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման թափանցիկությանը, հաշվետվողականությանը և հասարակության լայն մասնակցությանը։ Խնդրեմ հարթակը ներկայացնելու համար գործընկերը։ Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում, ժողովի շրջանակներում հակաշրջանը հայտարարել, որ այսօր պաշտոնապես գործարկվել է հակակոռուպցիոն մոնիթորինգի հարթակը։ Այն հասանելի է AM հասցեով, այժմ կորցնեմ հակիրճ ներկայացնեմ հարթակի հնարավորությունները։ Այստեղ հակակոռուպցիոն մոնիթորինգի հարթակում մենք ունենք ենթաբաժիններ, հարթակի մասին տեղեկատվություն, թե երբ է այն գործարկվել, ինչ նպատակ ունի և ինչ է ներկայացված հարթակում։ Հաջորդիվ ունենք հակակոռուպցիոն խորհրդի բազմության վերաբերող դեպքեր, թե որտեղ ինչ է քննարկում, և այստեղ նաև ունենք հավաքագրված տեղեկատվություն խորհրդի կազմի վերաբերյալ նիստերի, որոնք պաշտոնապես հրապարակված են վարչապետի աշխատակազմի քարտեզում և հավաքագրված են բոլոր խորհրդի արձանագրությունները։ Հաջորդիվ ունենք հավաքագրված հակակոռուպցիոն բոլոր ռազմավարությունները, ունենք հաղորդակցման գործողությունների ծրագրի ենթաբաժին, ինչպես նաև հաշվետվությունների ենթաբաժին, որտեղ մեկտեղված են բոլոր վերաբերելի հակակոռուպցիոն ոլորտին վերաբերող հաշվետվությունները։ Հաջորդիվ միջազգային հանձնարարություններ, ՄԱԿ-ի կոռուպցիայի կոնվենցիա, ԴՀԶԿ, Գրեկո, ինչպես նաև ունենք ԴՀԶԿ, նաև բարեկարգված ճիշտ։ Այստեղ մանրամասն ներկայացված են առաջընթացը, գնահատման շրջանակները և վերջին զարգացումները։ Նորությունների բաժնում մենք ունենք այստեղ ենթաբաժիններ, որը նախատեսված են ԶԼՄ-ների, հայտարարություններ և տեսանյութեր։ Ինչպես նաև ունենք ենթաբաժին, որը վերաբերում է օրենսդրությանը, այստեղ կան իրավական ակտեր, կենտրոնական ակտեր, միջազգային կոնվենցիաներ և հակակոռուպցիոն ռազմավարությանը վերաբերող բոլոր տեղեկատվությունը։ Ներքևում հավաքագրված ունենք ազդարարման համակարգի պատասխանատուների տվյալները ըստ մարմինների, այստեղ արտադրության նախարարություն օրինակ կամ ներքին գործերի նախարարություն։ Նույն տրամաբանությամբ նաև ունենք հակակոռուպցիոն ծրագրերի պատասխանատուներին վերաբերող բոլոր տեղեկատվությունը զարմացված։ Հետագայում նաև նախատեսում ենք գործարկել, այստեղ ունենք սոցիալական հարցումներ հատվածը, իրականում սոցիալական հարցումները հասարակության ընկալումների առումով, հասկանալու առումով կարևոր գործիք է և հետագայում ստանալով այս հարցումները մենք պատրաստում ենք մոնիթորինգի ենթարկել և օգտագործել հետագա հակակոռուպցիոն քաղաքականության մշակման համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Անահիտ ջան։
Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, ուշադրության համար եւ ժամանակը չչարաշահելով թույլ տվեք խոսքը փոխանցել Տիկին Գալստյանին, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարի պարտականությունները կատարող։